Նիկոլ Փաշինյանը 7 տարի է իշխանության է։ Եվ եթե ընտրություններից կես տարի առաջ ինքը ինչ որ քայլեր անում, դա ակնհայտորեն, դա ոչ թե պատիժ է, այլ քաղաքական շոու, սա մեկ։ Երկրորդը, մենք որ ասում ենք պատժեր, նկատի ունենք այն կոռուպցիոներներին, այն դավաճաններին, որ տասնյակ եւ հարյուրավոր միլիոն դոլարներ են յուրացրել, որի պատճառով երկիրը միլիարդներ է կորցրել։ Նրանցից որ մեկն է պատժված, որ ասում եք պատժում է առ այսօր, ես ինչքան գիտեմ, մի հոգի կա, այն էլ իրանց թիմից չի, որի նկատմամբ վճիռը մտել է ուժի մեջ։ Այդքան որ տասնյակներով գործեր հարուցեցին։ Դե թվում նաեւ ասում եք Սերժ Սարգսյան, Քոչարյան, այլոց Ուր է դատավճիռները։ Մասիսի քաղաքապետին չբանտարկեցին։ Հա, բայց ուր է դատավճիռը։ Կլինի երևի։ Դե հələ կտեսնենք, այսքան 7 տարվա մեջ չի եղել։ Քանի հոգու են բռնել են, կթել են, բաց են թողել, բռնել են, կթել են, բաց են թողել։ Էլի է նույնը լինելու։ Ասենք 7 տարի պետք է սպասել, որ պատժեն, այն Սաակաշվիլին տարուկեսի մեջ ամբողջ այդ նախկին իսկապես կոռուպցիոներներին նստածեց բանտը, ի՞նչն է խանգարում, որ այդ ամբողջանը 4 հեկտար հող են հետ բերում 8 անգամ Նիկոլն ասում է 4 հեկտար հող են բերել, երբ որ այդ հողի գինը ավելի էժան է, քան այն քնչական խումբի վրա կատարած ծախսերը, ինչ որ կատարվել է։ Էլ չեմ ասում, այստեղ խնդիրն է, որ այն վատ ավանդույթները, որ ունեին նախկինները, այս նորերը նույնությամբ կրկնում են։